2020 թվականի պատերազմից հետո ոչ երգեր գրելու, ոչ էլ կատարելու տրամադրություն կար։ Ստեղծագործող մարդկանց համար պատկերացնում եմ, որքան դժվար էր հաղթահարել այդ ճգնաժամը։ Շատերի մոտ էլ մինչև հիմա էլ ձգվում է։ Իմ շրջապատում բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց ներսում կենթանի այդպես սիրտ ունեն, իրենց բոլորի համար դժվար էր ու դժվար է մինչև այսօր ու հատկապես այդ անորոշությունը, որը չի թողնում մեզ 2020-ից սկսած, մեզ թույլ չի տալիս ոչ թե ճգնաժամը, այլ դա մի նոր այդպիսի կերպ է, որի մեջ մենք սկսել ենք ապրել։ Ոչինչ հարմարվես այս նորին, ոչ էլ ընդունես, որ սա այլևս մեր նոր կյանքն է, իր անորոշություններով, իր գույների բացակայությամբ կամ տագնապով մշտական, ոչինչ անընդհատ ամեն օր դրա դեմ պայքարես, այսինքն դու մի տեսակ համ կյանքի մեջ ես, համ կյանքից դուրս ես։ Կան մարդիկ ստեղծագործող, որոնց համար դա հենց ճիշտ տեղն է, որովհետև իրենք այդ տագնապից սնվում են, այդտեղից իրենք գտնում են ինչ-որ նոր ասելիք։ Ինձ համար ենք դժվար էր նրանով, որ ես սիրում եմ այդ դանդաղությունը, ես չեմ սիրում տեմպի միջից իմ ասելիքը գտնել։ Ես այդպես ավելի մանրուքներն եմ դեպի գնում, սիրում եմ փոքր դետալները, սիրում եմ տեսնել այն, ինչ որ առաջին հայացքից չի երևում ու ցույց տալ դա։ Այդ պատճառով ինձ համար էս մեծ բեկումները, էս մեծ վերքերը, որոնք sense մի սեկունդ ձորի պես ճեղքեցին մեր կյանքը երկու մասի, դա ինձ համար եղավ իրոք անհասկանալի մի բան, ես չեմ կարող դեռ անցնել այդ չեմ թռել դեռ այդ ձորի վրայով, ես այսպես մնացել եմ ու չգիտեմ դեռ ինչ անեմ։ Իմ բոլոր ժպիտները Արցախից են գալիս, դրական լիցքերը ստանում եմ Արցախից, դուք եք ասել։ Հիմա ումից եւ որտեղից եք ստանում այդ լիցքերը։ Մենք մեր դրական բոլոր հույզերը ստանում էինք հենց Արցախից, որովհետեւ մենք շատ դժվար էր ամեն անգամ զարթնել, մտնել սովորական ինչ-որ իբր թե կյանքի մեջ, իբր թե սովորական, գնալ, ասենք, չգիտեմ, քո սովորական խանութը, գնալ քո սովորական կենցաղով ապրել ու հասկանալ, որ քո սրտակից մարդիկ այնտեղ այն հողակտորում, որը նույնպես քոնն է, լրիվ ուրիշ կյանքով են սպայն ապրում եւ նույնիսկ այդ փոքր դժվար ժամանակաշրջանը, փոքր ժամանակավոր դժվարությունը մի կողմ, երբ հասկանում ես, թե ինչ սպառնալիքա կախված։ Այդ ամենօրյա վտանգի զգացողությունը եւ դու հասկանում ես, որ այդտեղ ոչ հացի բացակայությունն է խնդիրը, ոչ չգիտեմ շաքարավազի եւ այլն, այլ այդ կտրվածություն, որ դու չես կարողանում անցնել ու օգնել եւ այնտեղից Արցախից եկող ամեն փոքր դրական բան մեզ մոտ այսպես մի հատ գիտեք, այն որ sense բազմապատկվում են, ասենք մի հատ փոքր հումոր այնտեղից ստանում ենք, մեզ մոտ այստեղ այդ մի քանի անգամ ավելի ուժեղ էմոցիաներ առաջացնում, քան հավանաբար ձեզ մոտ այնտեղ։ Իսկ Արցախում շատ եք եղել։ Ինչն է ամենաշատը տպավորվել, ինչն է ամենաշատը կարոտում։ Ամենացավոտ հարցն է, որ ես Արցախում Արցախ շատ ուշ եմ սկսել գնալ, շատ մեծ տարիքում եւ մեծ հաշվով կարող եմ նույնիսկ այդպես էլ չգնալ, եթե այդ պատահականությունները չտանեին ինձ։ Եվ ես հասկանում եմ, որ դա հետո շատ եմ մտածել այդ մասին, որ Արցախում չլինելը շատերի համար, ովքեր Հայաստանում են ծնվել եւ մեծացել, իրենց համար որոշում է նաև Արցախի հանդեպ վերաբերմունքը։ Մենք դրան հաճախ ասում ենք անտարբերություն, բայց մենք կարող ենք ասել դա չիմացություն։ Այդ կապի բացակայություն, որովհետև այդ կապը այդպես հենց այնպես շատ քիչ մարդիկ կան, որ կարող են այսպես երկնքից ստանալ այդ զգացողությունը։ Մարդը հաճախ հենց հողի վրա լինելով է հանկարծ ստանում այդ ամեն ինչը։ Ամուսնու կողմը Արցախից է ու անընդհատ այդ բանը կար իմ մեջ, որ ես ինչպես կարող եմ էլի այսքան ժամանակ չգնալ այնտեղ չտեսնել ու առաջին անգամ երբ բախտը ժպտաց վերջապես ես անցա ու միայն այնտեղ գնացել եմ Կարվաճառի ճանապարհով։ Այդ ճանապարհը ինձ համար դրանից հետո դարձավ այդպես հրաշքների երկիր տանող ճանապարհ։ Ես հանկարծ հասկացա ինչպես է լինում այն կախարդական դարպասով, որ անցնում ես։ Ես այդ զգացողությունը ունեցա, ու այդ զգացողությունը այլևս ինձ չթողեց, ու չի թողնում։ Իհարկե ես չգիտեմ ինչպես կլիներ, եթե ես այսօրվա այս իրականության մեջ ապրեի, եղած չլինելով Արցախում, ես չգիտեմ, գուցե այդ ամեն ինչը ինձ մոտ էլի լիներ, այդ նույն տրագիզմը ես կարողանայի զգալ, բայց այդ կապը
причастность ռուսերեն որ ասում են, հա, կապակցվածությունը, իմ առնչությունը, որ մենք իրար համար ենք, մենք իրար հետ ենք, որ այդ ամեն ինչը ինն է, ես իրենն եմ, այդ գուցե այդքան նյութական, այդքան առարկայական ես չզգայի հիմա։ 1 տարի առաջ Արցանց, Արցախի խաղաղության փառատոն կազմակերպեցիք, հույսով, որ աշխարհահռչակ հայդասական արտիստներ կմիավորվեն եւ կպատմեն Արցախում տեղի ունեցողի մասին։ Ձեր կոչը ինչպիսի արձագանք գտավ։ Մենք փորձում էինք հարթակ ստեղծել, հասկանալով, որ գուցե մարդը ունի ասելիք, բայց չունի այն ձևը եւ այդ տարածքը, որտեղով ինքը կարողանալու է այդ ասելիքը տեղ հասցնել, ձևակերպել։ Մենք ուզում էինք օգնական դառնալ այն մարդկանց համար, ովքեր այդ ասելիքը ունեին եւ ուղղակի ձևը չէին գտնում։ Ու ահա մենք Արցանց փառատոնի միջոցով փորձեցինք դա անել, այն ժամանակ ասում էինք, որ մենք պետք է անենք Ստեփանակերտում անպայման այդ փառատոնը, բայց քանի որ փակ է Ստեփանակերտը, մենք սկսում ենք այստեղ ապագայում Ստեփանակերտում շարունակելու եւ այդպես միասնական մի համերգ անելու հույսով։ Ես կարծում եմ, որ մենք ուղղակի չհասկացանք այն աստվածաշնչյան այդ հայտնի արտահայտության պես, որ ասում են ներիր, քանի որ չեն հասկանում։ Ես ուզում եմ մտածել, որ մենք ուղղակի չենք հասկացել, մենք ինչ ենք անում, մենք ինչու ենք լռում, մենք ինչ ենք կորցնում, մենք չենք հասկացել ու այդ ամբողջ հարիկը հենց այդտեղից է։ Ինձ թույլ կտամ խոսել այն ամբողջ լավի մասին, որ ես այդ ընթացքում կարողացա ստանալ ու փոխանցել։ Ես գտա մարդկանց, որոնց ես գրում էի, զբաղված արտիստներ, որոնք այդ պահին աշխարհի, չգիտեմ, արտասովոր բեմերում, մեծ պրոդուկցիաների մեջ օպերային ներգրավված են եւ րոպե չունեն։ Իրոք ես գիտեմ ինչ է օպերային երգչի գրաֆիկը եւ դա շատ բարձր մի կյանք է։ Ու իրենք վայրկյանապես արձագանքում են ու ասում են մենք հիմա սա կանենք, մենք հիմա նա կանենք։ Ու էլի կլասիկ ուրիշ արտիստներ, ուրիշ ժանրերի եւ նաեւ ոչ հայ երաժիշտներ, որոնք կողքից ուղակի լսելով, որ այսպիսի բան կա, գտնում էին ինչ որ տեղից ինտվյալները նամակ էին գրում, կապվում են եւ ասում են խնդրում ենք տվեք մեզ հնարավորություն, որպեսզի մենք եւս միանանք ու եւս պատմենք մեր լեզվով, մեր երկրին, մեր հանդիսատեսին։ Երկար տարիներ լրագրությամբ եք զբաղվել։ Ինչպես հասկացաք, որ երաժշտությունն ավելի հոգեհարազատ է, թե դա պարզապես իրականությունից փախչելու մի ձև է։ Սկզբում ասում էի փախչելու, հետո ասում էի իրականությունը փոխելու, հետո ասում եմ իրականություն ստեղծելու։ Երգ ես գրում, այդ երգի մեջ կարող ես կարճ 1, 2, 3 երգերը կարճ են, մի քանի րոպեի մեջ ստեղծել քո փոքրիկ իրականությունը, որտեղ ոչ ոք, նույնիսկ բնության երևույթները, պատերազմները, կողքի մարդիկ իրենց կոշիկներով, ոչ ոք մեծ հաշվով մուտք չունի։ Այսինքն դու տալիս ես քեզ այդ մի քանի րոպեանոց ազատությունը, այնպես որ ես ինձ շատ հետաքրքիր աշխարհի մեջ գտա։ Իսկ ինչպես հասկացաք դա։ Գիտեք, ես չեմ ասում, ես գնացի լրագրությունից դեպի երգ, ես ասում եմ վերադարձա, որովհետև մեծ հաշվով ես սկսել էի շատ փոքր տարիքում երգեր գրել։ Այսօր ես ունեմ երգ, որ ձայնագրել ենք, այն երգը գրել եմ 4 տարեկանում ընդամենը, ունեմ օրորոցային, որ գրել եմ 8 տարեկանում եւ այսօր այդ օրորոցայինը դարձել է սիրելի օրորոցային լիքը կարևոր մայրիկների համար ու ծառայում է իրեն, ծառայում է ուրիշ լիրիկների, ուրիշ սոնաների, արաքսների, աղջիկների անուններն են։ Լրագրությունն իմ կյանքում եղավ այսպիսի մի փուլ, փորձառություն իրականության հետ շփվելու։ Ես հասկացա, որ այն իրականությունը, որ ուրիշները ստեղծում են եւ որ լրագրողը պիտի լուսաբանի, միշտ չի որ լավագույնն է եւ կարելի է ստեղծել քո սեփականը, այդպես էլ արեցի։ Իսկ ձեր կարծիքով հնարավոր է փոխել իրականությունը եւ ավելի շուտ երաժշտության թե լրագրության միջոցով։ Իսկական լրագրությունը այսօրվա հատկապես աշխարհում երևի ամենակարևոր մասնագիտություններից է։ Իսկական լրագրողը
Այսօր շատ բան կարող է փոխել։ Եթե ինքը կարողանա իրոք ազատվել իրեն պարտադրվող այդ աղմուկից։ Իսկ կա իսկական լրագրություն։ Ես չգիտեմ, ես այդ ինչպես է գնահատում մեր լրատվական դաշտը։ Հայաստանում չգիտեմ, Հայաստանում կան փորձեր, ես ամեն օր տեսնում եմ փորձեր եւ ուրախանում եմ, որ գոնե այդ փորձերը կան։ Կա արդյոք իսկական լրատվություն այսօր ընդհանրապես ամբողջ աշխարհում, ես չգիտեմ։ Այ տեսեք, մենք քիչ առաջ խոսում էինք, որ 2020-ից հետո ինձ համար դժվարացել է, չէ՞, ես գրել եմ ու դա այդպես է։ Ճիշտ է, ես գրել եմ երգեր, բայց ես դրանք չեմ համարում իսկական։ Ես իրենց չեմ հանում։ Այն երգերը, որոնք 2020-ից հետո են գրվել եւ որոնք ես արժանի եմ համարել, ես դրանք արդեն ձայնագրել եմ կամ ներկայացրել եմ կամ շուտով կներկայացնեմ։ Բայց ես գիտեմ, որ այնտեղ ներսում այդ փոքրիկ գործարանում, որի գաղտնիքներին ես չեմ տիրապետում, ես չգիտեմ դա ինչպես է կատարվում եւ ես շատ ուրախ եմ, որ ես դա չգիտեմ։ Այդ ոչ արհեստական, այլ բնական բանականության ներսում ինչ որ խմորումներ են գնում, որոնք մի օր երկի տեսքով դուրս կգան։ Այդպես հավանաբար ծնվում են նաև նկարները կամ ինչ որ գրական գործեր, այդպես ծնվում են երգերը, որոնք երբ ես զգում եմ, որ դա հենց նա է, ես իրենց պատրաստ եմ համարում եւ արդեն փոխանցում եմ իմ ընկերներին։ Հիմա 2020-ից հետո գրված երգերը մեր օրերի մասին են, թե իրական։ Կան երգեր, որոնք այո, մեր օրերի մասին են եւ այդ երգերից մեկը հատկապես այնտեղ ես ունեմ մի երգ, որը ես համարում եմ, որ կարևոր է, որ ես իրեն գրել եմ։ Ես կարող եմ դա անվանել երգ ներողություն, ես կարող եմ անվանել, որ ես դրա նավին փոլությունն եմ խոստովանել, խոստովանություն երգ, բայց նաև երգ հույս, որ սանով պատմությունը չի վերջանում։ Ձեր երգերի մեսիջը ո՞րն է։ Ես չեմ կարծում, որ իմ երգերը ինչ-որ այդպիսի մի առանձնատուկ, միասնական ուղերձ ունեն։ Ես ամեն երգ իր փոքրիկ տրամաբանությունն ունի, իր փոքրիկ սյուժեն ունի։ Կան երգեր, որոնք պատմություններ են, որոնք երբեմն դառնում են լսողի պատմությունը։ Կան երգեր, որոնք մարդիկ իմ ընկերներից ասում են, դու դա իմ մասին ես գրել։ Բնականաբար ես դա գրել եմ նույնիսկ երբ գուցե այդ մարդուն չեմ ճանաչել։ Երգը քարոզչություն չպիտի լինի, երգը պիտի խոսա այդպես սրտի հետ, այստեղից մտնի ու գնա հենց ուղիղ գաթա հենց սրտի վրա։ Եթե ստացվում է, ստացվում է։ Շատ ակտիվ եք այսօր սոցցանցերում։ Պայքարի միջոցն ու վայրը տեղափոխել եք այլ դաշտ։ Եթե լինում է ինչ-որ հարց, որն այդ բանին հուզում է, ինձ կարևոր է թվում, ես այդ մասին որոշում եմ արտահայտվել։ Այսինքն որոշում եմ չլռելն է։ Եվ եթե կա ինչ-որ մի փորձ, որը ես կարող եմ անել եւ դրան ինչ-որ բան կփոխվի, ես այդ փորձը անում եմ։ Հակառակ դեպքում ես վաղը կասեմ, ես կարող եի եւ չարեցի։ Իսկ հետաքրքիր է արցախցին սոցցանցերում պաշտպանվելու կարիք ունի, շատ է նրան հասցեագրված բացասականը։ Սա այն հարցն է, որին դժվար է ճիշտ պատասխանել, որովհետեւ մենք չգիտենք իրականությունը։ Որովհետեւ այսօր այնպիսի գործիքներ են կիրառվում, փոխելով ամբողջ իրականությունը եւ սոցիալական ցանցերում եւ նաեւ չգիտեմ, դե TV-ն չեմ ասում, ընդհանրապես եթե միտեղ ես տեսնում եմ դրսևորումները, ես չեմ կարողանում լռել, ես այդ գիտեմ։ Այնքան շատ է թույն ներարկվել դաշտ։ Այսինքն եթե նույնիսկ իրեն թվում է թե ինքը դա իր միտքն է արտահայտում, վստահաբար ինքը այդ մտքերը ինչ որտեղից ստացել է։ Նայած հետաքրքիր բան էի կարդում վերջերս այնտեղ ասում է ես կարիք չունեմ քո մտքերը կարդալու, որովհետև ես կարող եմ այդ մտքերը գրել։ Մի առիթով ասել եք, որ այսօր կորել է խոսքի արժեքը, որովհետև բոլորն են խոսում, թե խոսողի ասածները տեղ չեն հասնում։ Եթե դա ընդվզում է անարդարության դեմ, եթե դա ընդվզում է հանուն մարդու, չգիտեմ, կյանքի, հանուն փրկության, եթե այդպիսի մի որդկում է, այդ խոսքը չի կարող արժեք չունենալ։ Դա կարող է նույնիսկ հասկանալի մի բան չլինել, նույնիսկ վատ հայերենով ձևակերպված, բայց դա շատ արժեքավոր է։ Երբ ասվում է ինչ-որ մի բան եղած աղմուկ ավելացնելու համար, այսինքն ցույց տալու, որ դու տրենդի մեջ ես, որ դու այսօրվա ես եւ այլն, այդ ինձ հետաքրքիր չի, փոխվում եմ, անցնում եմ առաջ։
այնքան շատ է այսօր այդ արհեստականությունը շրջապատող, որ ինձ համար մնում է ասենք որ դաշտում ման գալիս, ասենք արհեստական խոտերի մեջ տեսնես մի ծաղիկ, որ բնական աճել է, չէ, այդ ամբողջ այդ արհեստական խոտը քեզ համար կկորցնի, չէ, իր համայնքը, կմնա այդ մի ծաղիկը։ Այդպես ես գնում եմ գտնելու այդ մի ծաղիկը ու կապ չունի, ել եմ ասում, ինքը կարող է հրաշալի մի ձևակերպում չունենալ, ինքը կարող է գզգզված թերթիկները պոկված լինել, բայց ես տեսնել, որ ինքը մտած է հողի մեջ, որ իր արմատը սնվում է հողից, որ ինքը գնում է ինչ-որ մի կարևոր տեղից է աճում, եւ ես հասկանում եմ, որ ես իր հետ կապ ունեմ, եւ ինքը բանա բնականորեն է աճել, գալիս դեպի ինձ։ Մի կողմից անփութությունը, մյուս կողմից այդ ռաֆինացված այդ ուշադրությունը բերեց սրան։ Ես անընդհատ խուսափում եմ, փախչում եմ ցավոտ տեղերից, չեմ ուզում ցավը անընդհատ տեսնել, տարիներ առաջ եք ասել։ Հիմա ցավն այնքան շատ է, որ փախչելու տեղ չկա, թե տարիքի հետ ավելի ուժեղ եք դարձել։ Չեմ կարծում, որ տարիքի հետ ուժեղ եմ դարձել ու գուցե հակառակ ավելի փոխում եմ մարդը դառնում տարիքի հետ։ Ուղղակի ավելի բարձ է տեսնում շատ բան։ Հիմա ես երբ նայում եմ այն մարդկանց, ովքեր անցնում են երեկվա այն տարիքային ցիկլի միջով, ես համ հասկանում եմ ինչ է իրենց ներսում կատարվում ու համասկանում եմ, որ ես չեմ կարող իրենց ոչնչով օգնել, որովհետև դա այն փուլն է, որը իրենք պիտի հաղթահարեն ու գան հասնեն այստեղ։ Բայց դա ցավի հետ կապ չունի, ինձ թվում է ցավը շատ ավելի բնական մի բան է, որը քեզ ծնողի պես մի քիչ այդպես խելացի ծնողի պես քեզ դաստիարակում է եւ փախչես չփախչես, կյանքից չփախչի։ Իմ զենքը իմ համբերությունն է, համբերատարությունն է։ Ձեր զենքը հիմա ուժ ունի։ Ձեր խոսքերն են։ Հա, համբերությունը այդ գիտեք ինչ եմ ասել, որտեվ անհամբեր էի այն ժամանակ շատ։ Ես ինքս ինձ ասում եի պիտի ես նույնիսկ մի ամբողջ ալբոմ ձայնագրեցի, որի վերնագիրը հենց համբերություն էր։ Իսպաներեն երգ ունեմ այդպիսի համբերության մասին, բոլոր անհամբերներին նվիրված, որպեսզի դիմանան։ Բայց դա զենք չի դեղա։ Ինչու ենք մենք այսօր անդադ ասում ցավը, չէ, որովհետև մեզ թույլ չի տրվում վերապրել այդ ցավը ամբողջությամբ։ Պատկերացրեք դու ընկել ես մի մեծ փոսի մեջ, դու պիտի հասնես այդ հատակին, որպեսզի հրվես այնտեղից դուրս գաս։ Քեզ այդ հրման ուժը պետք է։ Մեզ այսօր թույլ չեն տալիս հասնել ցավի հատակին, զգալ մենք ուր ենք ընկել, ոտքերի տակ այդ ցավի հատակը զգալ, որպեսզի մենք այդտեղից հրվենք դուրս գանք։ Մեզ պահում են կախվածության մեջ։ Մեզ այսպես ցանցի պես, այսպես մենք կախված ենք։ Մի հատ ինչ որ անհասկանալի սարդի պես, մեզ այս բարակ թելից կախել են այդ փոսի մեջ, ասում են, «Տես դու փոսի մեջ ես, տես դու փոսի մեջ ես», բայց մենք մինչև վերջ չենք զգում ենք որտեղ ենք, որտեղ մենք այդ հատակը չենք զգացել։ Գիտենք, որ դուք սպասում եք մոլախոտը քաղան անելու այդ ժամանակներին, ինչպես եք դա պատկերացնում։ Մեծ հույս է դա, որ իմ սրտում ունեմ, որ մենք գիտակցենք ի վերջո մենք ինչի միջով ենք անցել, կտեսնենք մեր շուրջը ինչա կատարվում, ովքեր են ցանել այդ մոլախոտը, որպեսզի խեղդեն բոլոր առողջ բույսերը, ու մեր ձեռքերը մինչև այդ փուլը հասնելը դեռ առողջ կլինեն, երիտասարդ ու ուժեղ կլինեն այնքան, որ մենք կկարողանանք այդ ամենը փոխել։ Դրա համար մենք պիտի այդ ներքին ազնվությունը ունենանք, մենք պիտի նաև ինքներս մեզ մի քիչ խնայենք։ Արցախցիները, որոնք այսօր հայտնվել են Հայաստանում, ովքեր այսօր փոխվել են իրենց ամենաթանկ արմատներից, որը հնարավոր չի միևնույնն փոխվել ու մենք բոլորս դա գիտենք, մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի այստեղ մենք այնքան իրար գուրգուրենք, այնքան իրար պաշտպանենք ու նաև մեր հոգիները այնքան ոչ միայն ֆիզիկապես որ մնանք Հայաստանում, այլ որպեսզի մենք ինքներս մեզ պաշտպանենք ու լինենք ու շարունակենք լինել այնպեսին, որտեղ այդ մարդը, որը այնտեղ հումորի աղբյուր էր, որը լույս էր տարածում, որը կարողանա շարունակել այդ լույսը տարածել, պես որ մենք պիտի իրար շատ փայփայենք, շատ սիրենք
ու դա չանենք, որպես ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տան, այլ դա անենք, որ ինքներս մենք իմանանք մեզ համար։